Ողջունում եմ, գործընկերներ, այստեղ պատմական, իրավական, սոցիալական, կրոնական տարբեր ասպեկտներից հարցը քննարկվեց, ես ուզում եմ ավելի շատ խոսել դրա քաղաքական, քարոզչական կոմպոնենտից եւ ինչի է դա բերում այսօր, հա, խնդրի։ Հստակ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը անընդհատ գործածում է մի ստանդարտ մեխանիզմ, որով առաջնորդվում է, փուլ առ փուլ, նույն գործողությունները մենք տեսնում ենք ներկա Ադրբեջանի Հանրապետության արհեստածին կազմավորման տարածքում, տեսել ենք Նախիջևանում, տեսել ենք Արցախում, ինչ է անում Ադրբեջանը։ Առաջինը, սկսում է հակահայկական քարոզչությամբ, միֆերի եւ այլատիացության դրսևորումներով ստեղծել հայերի շուրջ բացասական ֆոն, հա, իր հասարակության շրջանակներում, այսինքն դեմոնիզացնել եւ դեհումանիզացնել հայերին։ Ինչի համար է դա արվում։ Որպեսզի հետագայում, երբ որ հերթը հասնի հաջորդ փուլին, ֆիզիկական բնաջնջման կամ արտաքսման, ջարդերի, էթնիկ զտումների, ադրբեջանական հասարակությունը դա անի խանդավառությամբ եւ մեծ սիրով, ինչպես եւ բազմաթիվ անգամներ տեսել ենք։ Քարոզչական նախապատրաստական փուլը ինչպես է տեղի ունենում։ Այնտեղ կա շատ հստակ հիերարխիա։ Երկրի առաջի դեմքը, հետո տարատեսակ պատգամավորներ, նախարարներ, հետո հանրության մեջ, չգիտեմ, opinion maker-ներ, մարդիկ, որոնք վայելում են ինչ-որ հասարակական ճանաչելիություն կամ հանրության մեջ ազդեցություն ունեն, գիտնականներ, կրթական համակարգ, կրոնական համակարգ, ԶԼՄ-ներ, եւ այդ ամբողջ համակարգը սկսում է տարածել նույն նարատիվները, հակահայկական, հա, ատելություն քարոզելով հայերի հանդեպ։ Երկրորդ փուլով, երբ որ հանրությունը արդեն դրան պատրաստ է, միանում են նաեւ ադրբեջանական այսպես կոչված լոբինգը, հա, որպեսզի միջազգային հանրությունը ուշադրություն չդարձնի կատարվողի վրա կամ աչք փակի եւ ձևանի, որ այդ ամեն ինչը տեղի չի ունենում։ Արդյունքում գալիս է երկրորդ փուլը, բուն արդեն էթնիկ զտումները, ջարդերը հայերի, պագրոմները եւ այլն, ինչպեսի իրադարձություններ են եղել, մենք անընդհատ Ադրբեջանի պարագայում դրա հետ առնչվում ենք նույն 20-րդ դարի ընթացքում միայն Բաքվում 3 անգամ։ Հաջորդ քայլը ֆիզիկական գոյությունը հայերի այդտեղից բացառելուց հետո երրորդ փուլն է գալիս։ Դա հայկական մշակույթի, հուշարձանների եւ հայկական հետքի բնաջնջումն է, որովհետեւ բավական չի այդտեղից ֆիզիկապես բնաջնջել հայերին։ Շատ կարեւոր է նաեւ վերացնել հայերի հետքը, որպեսզի պատկանելիությունը տարածքների հայերին կամ կապը հայերի հետ որևէ կերպ բացառվի եւ 1, 2, 3 սերունդ հետո արդեն դրա մասին խոսք չլինի։ Շատ քչերն են այսօր խոսում հայկական Նախիջևանի մասին, հա, նույնիսկ այստեղ, նույնիսկ մեր մեջ շատ քչերն են խոսում Ադրբեջանի տարածքում հայկական եկեղեցիների յուրացման եւ ֆալսիֆիկացիաների մասին, բայց այդ ամբողջ ժառանգությունը փաստացի ինչպես է Ադրբեջանը, ինչ կարողանում է յուրացնում է եւ անում է դա մեծ հաշվով շատ կոպիտ հակագիտական ճանապարհով, բայց դե ով պիտի մեզնից բացի, հա, դրա մասին խոսի եւ դատապարտի։ Ինչ են անում, օրինակ վերցնում են եկեղեցիների վրա հայկական գրությունները, շուռ են տալիս, այսպես 180 աստիճանով եւ ասում են սա հայկական տառեր չեն, սա աղվանական գրություններ են եւ երբ որ ասում ես ուղղակի պատտեք եւ ես օրինակ հայերեն դա կարողանում եմ կարդալ, իսկ դուք այդտեղ իհարկե պատասխան չկա, բայց ներքին լսարանի համար դա աշխատում է։ Եվ այդպես երրորդ փուլը կայանում է նրանում, որպեսզի հայերի մասին հիշողությունն էլ նույնպես մոռացվի հանրության մոտ։ Եվ երբ որ վերջնական այդ նպատակին հասնում է Ադրբեջանը, ինքը ընտրում է նոր թիրախ։ Եվ այսօր ինչու է ես նախաբանը, հա, պատմում, այսօր մենք ունենք շատ հստակ բոլոր ազդակները, որ այդ գործողությունները նախապատրաստվում են արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն
այդ կոնցեպտը, որը մշակվել է Ադրբեջանում պետական մակարդակով, ներդրվել է եւ իրականացվում է եւ բավականին էֆեկտիվ է իրականացվում, ուղղված է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Այսինքն այդ շինծու, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի իրականացման համար ուղղվում են բոլոր հնարավոր ռեսուրսները պետական եւ բոլոր ինստիտուտները Ադրբեջանի աշխատում են այդ ուղղությամբ։ Ինչպես է դա տեղի ունենում, հա, քարոզչականի մասին ինչ որ չափով խոսեցինք, բայց կա պետական ծրագիր։ Եվ 2022-23 թվականից գոյություն ունի արդեն կոնցեպտ, որը ճանապարհային քարտեզ է, թե ինչպես պետք է Հայաստանի տարածքը սողացող էքսպանսիայի ենթարկի Ադրբեջանը, այստեղ բնակեցնելով ադրբեջանցիների։ Ծայրահեղ վտանգավոր ծրագիր, ծայրահեղ վտանգավոր պունկտերով իր մեջ։ Օրինակ, որ այստեղ բնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրի Ադրբեջանի համար վստահելի զինված ուժեր։ Եվ նման մեզ համար շատ ծանր ահազանգեր պարունակող գործողություններ։ Շատ լավ։ Ամփոփեմ, հա, ինչ պիտի անի Հայաստանը որպես պետություն, հա, առաջի հերթին հիմա այս մեծաշով գիտաժողովը պետք է անցկացվեր պետության հովանու ներքո եւ պետական ինստիտուտները պետք է հակազդեին նույն մակարդակում եւ նույն գործողություններով, իսկ Ադրբեջանը բավական ակտիվ է աշխատում։ Իրենք արդեն ուղարկում են իրենց այդ այսպես կոչված համայնքը, Հայաստանի ադրբեջանական համայնքը, տարբեր միջազգային միջոցառումների, ՄԱԿ-ում են ելույթ ունենում, տարբեր միջազգային պատվիրակություններ գալիս են Բաքվում, իրենց հետ հանդիպում են որպես պաշտոնական ներկայացուցիչներ։ Իրենք ունեն հանձնախումբ իրենց պարլամենտում, Միլի Մեջլիսում։ Իրենք ունեն ներկայացություններ տարբեր երկրներում արդեն։ Իրենք շատ ակտիվ աշխատում են։ Առնվազն համարժեքը պետք է լիներ այստեղ։ Բայց մենք ոչ միայն չենք տեսնում, որ դա այստեղ չկա, կա հակառակ գործողություն։ Մաքսիմալ այդ թեման լրացնել, մաքսիմալ այդ ուղղությամբ չաշխատել եւ բացառությամբ վերջերս ԱԳՆ-ի անատամ հայտարարության մեծ հաշվով մենք առհասարակ նույնիսկ այդ թեմային արձագանք չունենք, հակառակը անընդհատ խոսվում է, որ չի բացառվում, որ այո, ադրբեջանցիներին կարող են բերել եւ բնակեցնել Հայաստանում։ Այս մասով եթե հարցեր կան, խնդրեմ